Ֆորմատը գնում էր մեկ ներկայացուցիչ իշխանությունից, մեկ ներկայացուցիչ ընդդիմությունից բոլոր հակամարտությունների զոնայում գտնվող երկրների ներկայացվեց մեր դիրքորոշումը, որ Եվրոպայի խորհուրդը կրկին անգամ խոսեցինք այն մասին, որ հակամարտությամբ զբաղվելու մանդատ չունի եւ միակ դրական գործը, որ այսօր կարող է անել Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովը, դա չխանգարելն է։ Եվ այդ ընթացքում ես նաեւ մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին, ինչպես տեսակ, ցուցադրում էի այն նկարները Կարմիր խաչի կողմից արձանագրված, որոնք էթիկայի նորմերից ելնելով հրապարակման չեն։ Ուղղակի շոկ առաջացրեց նկարները, պատկերները։ Մեր գործընկերների մոտ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հերթական անգամ փորձեց տեղից բղավել, որ քարտուղարությունը պիտի լիազորի ինչ որ բաներ ցուցադրելու, իրենք էլ կարող են ինչ որ բաներ ցուցադրել, բայց ես դիմեցի, եթե ունեք, պարոն Սեիդով, ցուցադրեք, ինչն է ձեզ։ Իհարկե ոչ, բնականաբար ոչ, եւ կրկնում եմ, այս եթե Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովը ինչ որ խնդիր ուզում է քննարկել, նա պիտի քննարկի հումանիտար ասպեկտում այս խնդիրը եւ պիտի քննարկի Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություն կատարելու կոնտեքստում այս խնդիրը, այլ որևէ մանդատ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովը չունի։ Սա է խնդիրը, ինչ վերաբերում է ընդհանուր աշխատանքին, որ տարվում է, բացի հրապարակային ելույթներից, որը անչափ կարևոր է, մենք այս օրերին հանդիպում ենք նաև ազգային գրեթե բոլոր պատվիրակություններին դիմել ենք հանդիպման առաջարկով եւ պատվիրակություններին ներկայացվում է ճշմարտությունը այնպես ինչպես որ կա։ Գիտեք, սա մենք չենք էս ինչպես Սամադը Սեիդովը պահպանողականների նիստում տեղից բղավեց, որ հերթական ֆոտոշոփն եք բաժանում, ի պատասխան հնչեց, որ ես իրեն երբ որ ես իրեն հանձնեցի, նշեցի, որ այս նկարները դուք տեղադրել եք Բաքվի համասարանի պաշտոնական կայքում։ Բաքվի սոցցանցերից բացի, սոցցանցերը էլի կարող են ասել ապատեղեկատվություն է, Բաքվի պետական համասարանի պաշտոնական կայքում տեղադրված է մեր գլխատված զինվորներից մեկի նկարը։ Ինչի մասին է խոսքը։ Ինքը բնականաբար այլայլվեց եւ ոչինչ չկարողացավ ասել, ինչ է սա նշանակում, որ պետությունը, որի պետական համասարանի պաշտոնական կայքում տեղադրվում է ադրբեջանցիների կողմից գլխատված հայ զինվորի նկար, պաշտոնապես ընդունում է, որ ինքը ահաբեկչական պետություն է։ Որևէ այլ ձևակերպում, որևէ այլ գնահատական չկա։ Մենք այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում մենք խնդիր ունենք Ադրբեջանի կողմից կատարածը պիտի որակվի ռազմական հանցագործություն։